Այսօր ես եւ Մարկը կփորձենք միասին ձեզ ներկայացնել մի մաչի պատմություն, Մարկի մաչի պատմությունը։ Սկսենք ամենաակտուալ հարցից, որտեղ եւ ինչ մասնագիտությամբ ես մաչ եղել։ Մեծ ուրախությամբ ուզում եմ կիսվել, որ ընդունվել եմ Թենեսի համալսարանական ծրագիր եւ բժշկական կարիերա շարունակելու եմ մանկաբուժություն մասնագիտությամբ։ Համալսարանական հիմնադրանից ես մաչ եղել։ Երկրորդ ամենաերևի պոպուլյար հարցը, ինչքան տևեց ամբողջ ճանապարհը։ Ես իհարկե գիտեմ, որ բոլորի մոտ ուղի երկու փուլի բաժանված, երբ ուղակի առաջ հետաքրությունն, առաջի շփումը USML-ի հետ եւ երբ որ բուն քննության եք պատրաստվում, դրա համար ասենց երկուսն էլ մանրամասն տարեթվերով խնդրում եմ ամիսներով։ Ուրեմն առաջին անգամ USML-ի մասին իմացա եւ ծանոթացա դեռևս 2017 թվականին Globus ծրագրի շրջանակներում, իսկ բուն հենց քննության գրանցվել եւ պատրաստվել եղել է 2022 թվականից, այդ ընթացքում ծառայության մեջ էի։ Շատ հաճախ մարդիկ հարցնում են, վախենում են իրականում, որ իրենք կարող են ձախողվել, կիսատ թողնել, որտեվ ինչ-որ անսպասելի դժվարություններ իրենց վախեցնում են։ Այսօր կիսվեց քո փորձով, ինչն էր քո համար ինչ-որ սպասելի դժվարություն, որ ամենադժվարը հաղթահարեցիր, ինչ անսպասելի դժվարություն եղավ, ոնց դա հաղթահարեցիր, որովհետև իրականում դրան եւս իմ կարծիքով ուղու նորմալ իմաստն են կազմում, դրանից վախենալ պետք չի։ Ընդհանրապես համարվում է ամենադժվարը step 1-ը հենց համար։ Իսկ ինձ համար կնշեմ երևի step 2-ը, որովհետև նույն ժամանակաշրջանում մի քանի պրոյեկտներ էի վերցրել եւ մի քանի տարբեր հիվանդանոցներում էի լինում ու բավականին դժվար էր եւ պատրաստվել քննության եւ բոլորը ճիշտ ժամանակին ավարտել։ Իրականում ես պարբերաբար կարդում եմ տարբեր մաչի պատմություններ, խոսում եմ տարբեր մարդկանց հետ ու հաճախ եմ հարցնում մարդկանց, որն է եղել իրենց մոտիվացիան։ Ու ինձ ապշեցնում է բազմազանությունը, որ մոտիվացիան կարող լինեն ուղղակի մարդիկ, կարող են լինեն ինչ-որ գաղափարներ, իսկ այնինչն է քեզ vocation չել, մոտիվացրել, որն է եղել քո գաղափարը, անցնել նման երկար ճանապարհ, որտեվ երկու օրվա ճանապարհ չի եղել։ Միշտ vocation-չվել եմ լավ կրթություն ստանալուց եւ բժշկության մեջ այդ անդրադարձել է նաեւ պացիենտի բուժման վրա, քանի որ երբ տեսել եմ բարդ դեպքեր եւ ստացվել է այդ դեպքի լուծումը, ինձ համար դա մեծ էներգիա եւ մոտիվացիայի աղբյուր է։